հակաօրինական է եւ ոչ իրավաչափ է եւ վարույթի հարուցումը եւ վարույթի ընթացքը, այսպես ասած, մինչեւ լիցենզիայի կասեցում։ Դատարանում վիճարկվում է հեծին լիցենզիայի ձրկելու սկանդալային որոշումը, որը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրել է անցած տարվա նոյեմբերին։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչները հույս ունեն, որ արդարությունը կհաղթի։ Երբ որ հաղթենք, ենթադրվում է լիցենզիայի վերականգնում եւ դրա հետ կապված գործընթացների վերանայում։ Դատական նիստի ժամանակ Տաշիր կապիտալի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որպես երրորդ կողմ դատարան հրավիրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին եւ հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։ Նրանք պետք է ցրեն կամ հիմնավորեն իրենց կասկածները, ասել է հետ նախկին տնօրեն Դավիթ Խազինյանը։ Ըստ փաստաբան Օրբելյանի, Պետրոսյանի գործունեության հետևանքով վնասներ են առաջանում։ Ընկերությունը կառավարելու փոխարեն նա զբաղված է ենթադրյալ ստուգումներով, նախկին կառավարիչների դեմ ինչ-որ բան հայտնաբերելու հույսով։ Մենք տեսնում ենք, որ փաստաթուղթ է, որտեղ պարզ չէ, մարդը ինչ է գրել, ինչ չի գրել, ինչ է նկատի ունեցել, ինչ չի նկատի ունեցել, որոշակի բառեր կա, որոնք ակնհայտորեն դժվար թե այդ բառը մարդը ասացել է եւ հենց այդ մարդն է գրել։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչները շարունակում են վստահեցնել հեծում կառավարման ճգնաժամի մասին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պնդումները որևէ հիմք չունեն, անհիմն է լիցենզիայի ձրկելու որոշումը, որն ըստ նրանց ընդունվել է ընկերությունը պետականացնելու քողարկված օրակարգի ներքո։ Հեծի նախկին տնօրենը նկատում է, որ ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո հոսանքազրկումները ավելի հաճախակի են դարձել, հավելագրումները եւս։ Մինչդեռ իբր այդպիսի խախտումների համար են իրենք զրկվել լիցենզիայից։ Ամենահետաքրքիրն էր, որ կառավարիչը այսպես անջատումների նաև հիմքով լիցենզիայից զրկվում է հեծը, բայց կառավարիչը, եթե չեմ սխալվում, պատմություն եք սարքել անջատումները, թե ինչի եք այսպես մի խոսքով, որ անջատումները եւ պետք է լինեն, եւ դա ոչ միայն այդ առումով, այլ նաև հենց հիմա հեծում կատարվող իրադարձություններ ինչպես են պարտակվում, հավելագրումները խայտառակ, անջատումները, սխալ թվերի ֆիքսվելը, այնպես որ շատ ակնհայտ է, հույս ունեմ, որ դատարանը արդարադատություն կիրականացնի։ Դատական հաջորդ նիստը 4 օրից է, երկուշաբթի։ Աննա Գյուլնազարյան, Արաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։